Սիրելի հավատացյալներ, նկատեցիք, որ լիքը ոստիկաններ կան այսօր։ Ինչու ձեր կարծիքով։ Չգիտեմ ինչի։ Մի 6 մեքենա ես նկատեցի։ Ոչ մեկը չի խանգարելու։ Մենք մեր հավատի համար եկել ենք, մեր աղոտ կանելու ենք եւ գնալու ենք։ Կեցեք, տեղի բնակիչ Ոչ եք։ մեկը չի խանգարելու։ Կեցեք, տեղի բնակիչ եք։ Ոչ, ես ուրիշ տեղից եմ գալիս։ Շատ լավ է։ Եվ սրոպ եկեղեցին շատ սրբասան եկեղեցի է եւ ուրիշ տեղից գալիս եմ, որպեսզի այստեղ պատահի։ Ապրեք դուք։ Եվ մի բան էլ Մայրիկ ջան, երեք եկել են Տեր Արտաշեսին այստեղից ուզել են դուրս անել։ Եղել է գյուղապետը եւ բարերարը։ Ասել է ես որոշեմ թե ով է այս եկեղեցուն պատարակ մատուցում։ Ահա։ Իսկ Տեր Արտաշեսը լավ քահանա է ձեզ համար։ Այո, եթե լավ չլիներ, ես 25 տարի տարբեր եկեղեցիներում Սուրբ Կարապետից սկսած պատարակ եմ եղել։ 25 տարի շարունակ։ Սակայն այսօր գալիս եմ այստեղ մենք առաջի պատարակը 8 հոգով ենք անցկացրել։ Իսկ այսօր լեփ լեցուն է։ Իսկ այսօր եկեղեցին լեփ լեցուն է։ Տեղ չկա կանգնելու, տեսեք, խնդրեմ։ Ժողովրդի քանակը ձեզ թող վկայի դա։ Այո, այո։ Նման աշխատող եւ հավատավոր եւ ժողովրդին իրար սիրով կապող քահանա շատ քիչ կա։ Շնորհակալ եմ։ Որ բոլորն այդպես լինեն։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք շատ զարմացաք, որ Տեր Արտաշեսի անունից էլ հայտարարություն հնչեց, որ ինքը միանում է տիրադավ հռչակված անձանց։ Ոչ թե զարմացա, ես ահավոր ցավ ապրեցի։ Ես ահավոր ցավ ապրեցի։ Ոչ որ իմ զավակը դավաճաներ ինչ որ մեկին, ես ահավոր ցավ ապրեցի։